Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Եվ ացեք զեզն պարարակ, զենեք, կերիցուկ և ուրախ լիցուկ, զի այս որդի մերյալ էր և եկյաց, կորուսյալ էր և գտավ։ Բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Սիրելի հավատակից եղբայրներ և քույրեր, այսօր մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայում անառակի կիրակին է, որը մեկ անգամ ևս ազդարարում է Աստծո գթասրտության, ողորմածության, ներման, հոգատարության և սիրո մասին։ Անառակ որդու առակում կրտսեր որդին հորից պահանջում է իր ժառանգությունը, վերցնում է և հեռանում տնից։ Օտարության մեջ մսխում է ունեցածը, մնում մենակ, աղքատանում, գնում խոզեր արածեցնող աշխատում և ի վերջո հայտնվում է մի թշվառ վիճակում։ Երբ հայտնվեց թշվառության մեջ և քաղցած էր, այդ ժամանակ միայն հիշեց հորը։ Եթե չհեռանար հորից, այդ վիճակի մեջ չէր հայտնվի և հորը հիշելու անհրաժեշտություն չէր լինի։ Ուրեմն մարդը, երբ հեռանում է Աստծուց, կորցնում է այն ամեն ինչ, որ ունի, ինչպես անառակ որդին իր կարծեցյալ ազատության և ժամանակավոր հարստության ժամանակ մոռացել էր հորը և մտածում էր, որ ինքը երջանիկ է, բայց իր ուրախությունն ու անհոգ կյանքը երկար չտևեց։ Երբեմն մարդիկ հայտնվում են այս նույն վիճակի մեջ և մտածում են, որ իրենք երջանիկ են, սակայն սխալվում են, որովհետև կյանքի վայելքներն ու մեղավոր հաճույքները չեն կարող երջանկության և առավել ևս փրկության ու հավիտենական կյանքի գրավական լինել։ Հայ մեծանուն գրող Աքսել Բակունցի ալպիական մանուշակ ստեղծագործության մեջ մի այսպիսի տող կա. ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն բուրաստան։ Մեղավորը երբ չի պատկերացնում իր անխուսափելի կործանումը, իր մեղավորության մեջ երանությամբ տարուբերվում է, բայց երբ հասկանում է իր մեղքը, կարողանում է գիտակցել իր մեղավորությունը, ընդունել և խոստովանել հոր առջև, որը շատ հաճախ մեզանից յուրաքանչյուրը քաջություն չունի անելու, այն է խոստովանել իր մեղքերը և խոնարհվել Աստծո առաջ և այն մարդու առջև, որի հանդեպ մեղք է գործել։ Այո, սիրելիներ, հենց այդպես է մարդկային կյանքը, Ադամ Եվայից սկսած, որովհետև նրանք էլ անհնազանդ եղան Աստծո առաջ, մեղք գործեցին, հետո էլ մեղքը բարդեցին իրար վրա։ Ադամը մեղավոր հանեց Աստծուն և Եվային։ Աստծուն ասաց. այս կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից և ես կերա։ Եվան էլ մեղքը գցեց օձի վրա, օձը խաբեց ինձ և ես կերա, ասաց Եվան։ Իսկ առակում փոքր որդին կարողանում է ուժ գտնել իր մեջ, ընդունել իր մեղավորությունը, բարձրաձայն խոստովանել այն հոր առջև, ներում հայցել հորից և նախկին
վայելուչ կյանքին վերադառնալ։ Հայրը չի մեղադրում, չի հիշեցնում նրա արած ստոր քայլը, չի պահանջում իր տված ժառանգությունը, այլ որդուն տեսնելով ինքն է վազում նրա մոտ և փարվում նրան։ Հայրը պարարտ եզն է մորթում, որդուն կենդանի գտնելու համար։ Հայր Աստված էլ իր միածին որդուն է զոհում մարդկության փրկության համար, մարդկանց հետ հաշտվելու, մարդկանց մեղքերը քավելու համար և մարդկանց իր առջև մեղքերից արդարացած կանգնեցնելու համար։ Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Փնտրեցեք Տիրոջը և երբ գտնեք, կանչեցեք նրան, երբ նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն գտնի մեր Աստծո մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին»։ Որքան անգամ կարդում ենք անառակ որդու առակը, այնքան հիանում ենք, թե հոր անսահման սիրով ու ներողամտությամբ և թե որդու խելամտությամբ, նրա ունեցած զղջման գեղեցիկ զգացումով, խոնարհությամբ, որովհետև խոնարհություն է անհրաժեշտ մարդուն իր մեղքը նախ և առաջ ընդունելու և հետո խոստովանելու համար։ Կրտսեր որդու մեջ միայն Աստծուն մերժողին, իր հաճույքների համար ապրող և մեղքեր գործողին չպետք է տեսնել, այլ նաև զղջացողին ու խոստովանողին պետք է տեսնել։ Երբ մարդը զղջա իր մեղքերի համար և խոնարհաբար խոստովանի, կդառնա Հայր Աստծու մոտ վերադարձող և դեպի իր փրկությունը շտապող կրտսեր որդի։ Եվ մեծ պակն ու ապաշխարության այս շրջանը հենց այդ հնարավորություն են տալիս մեզ անդրադառնալու սեփական մեղքերին, գնալու դեպի փրկություն, ևս մեկ քայլ կատարելու մոտենալու համար Աստծուն, խորելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեզ համար կատարած զոհաբերության, խաչելության և մահվան մասին։ Տերն իր սերը հայտնեց մեզ իր արյամբ մեզ մաքրելով, որից առավել մեծ սեր չեն կարող գտնել։ Եվ ցանկացած իրավիճակում, երբ մարդը կարող է հայտնվել անդունդում, պետք է իմանա, որ անդունդի գլխին կանգնած է թևատարած Հիսուս Քրիստոս և պատրաստ է մեզ հանել այնտեղից, ներել մեզ մեր ուրացումը, օտարացումը, հեռանալը, եթե մենք զղջանք և ապաշխարենք։ Եվ այն միտքը, որ փրկությամբ ուրախանում է երկինքը, գոտեպնդում է մեզ, հուսադրում և լույս ծագեցնում այն խավարային անդունդի մեջ, որի մեջ հայտնվում ենք մենք մեղավոր մարդիկս։ Սիրելի հավատացյալներ, պահքը հոգու շարժումն է, բարի անհանգստությունն է, մեր հոգու հերթական վերադարձն է դեպի Աստված, պահքը մեր հոգու արթնացնումն է թմրեցումից, պահքը մեր հոգու զգաստությունն ու զգոնությունն է, քանի որ ապաշխարությունը հոգևոր առաջնորդի ուղղորդությամբ երբեք չի մոլորեցնի, չի կործանի, չի շեղի ճշմարիտ ուղուց, այլ երկնային սանդուղքով կբարձրացնի, կզորացնի փորձության ժամին, կառաջնորդի դեպի Աստված և կնպաստի մարդու հոգևոր առաջընթացին, հոգևոր առողջությանը, կամրացնի հավատքի մեջ, կզորացնի և կվերադարձնի մեզ մեր հայրական տունը, մենք կվերագտնենք մեր
իսկական էությունը։ Մեծ պահքը հիշեցնում է մեզ մեր առաքելությունը։ Այն է չմոռանալ բարիք գործել, մխիթարել ուրիշների վիշտը, թեթևացնել կողքիների ծանր լուծը, դարմանել հիվանդների վերքերը, ապրել ոչ միայն սեփական անձի համար, այլ նաև մյուսների մասին ևս հիշել և հոգ տանել։ Պահքը մեզ կտրում է մեղքին կախվածությունից և աղոթքով մեզ կապում է Աստծո հետ։ Հետևաբար, սիրելիներ, եկեք այսօր աղոթենք Աստծուն ասելով. Հայր, մեղանչեցի քո դեմ, ների՛ր մեղավորիս, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։